Դպրոցը պետք է լինի այն վայրը, որտեղ երեխան իրեն զգում է անվտանգ, պաշտպանված եւ հարգված, սակայն երբեմն նույնիսկ կրթական հաստատությունների պատերի ներսում տեղի ունեցող միջադեպերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ երեխաների ֆիզիկական եւ հոգեբանական առողջության համար։ Վերջին օրերին հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց Կարբի բնակավայրի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպը, որի առնչությամբ իրավապահներն արդեն քննություն են իրականացնում։ Խոսքը 13-ամյա աշակերտի նկատմամբ ենթադրյալ բռնության դեպքի մասին է, որը ըստ իրավապահների իրենց հայտնի է դարձել միայն շաբաթներ անց։ Միևնույն ժամանակ այս դեպքը կրկին օրակարգ է բերել դպրոցական բռնության եւ բուլինգի խնդիրը, հիշեցնելով, որ յուրաքանչյուր նման միջադեպ պահանջում է արագ արձագանք, պատասխանատվություն եւ կանխարգելիչ հետևողական աշխատանք։ Կարբի բնակավայրի դպրոցներից մեկում 13-ամյա աշակերտի նկատմամբ ենթադրյալ բռնության դեպքը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում միայն այն բանից հետո, երբ համայնքային ոստիկանության աշտարակի բաժինը համապատասխան տեղեկություն է ստացել։ Ըստ ոստիկանության, մինչև այդ ոչ ուսումնական հաստատությունից, ոչ էլ երեխայի ծնողներից որևէ հաղորդում չի ներկայացվել իրավապահ մարմիններին։ Դեպքը սակայն արդեն հասցրել է լուրջ անհանգստություն առաջացնել, քանի որ խոսքը վերաբերում է անչափահասի նկատմամբ հնարավոր պարբերական բռնության դեպքերի։ Համայնքային ոստիկանների փոխանցմամբ միջադեպը տեղի է ունեցել դեռևս ապրիլի 17-ին, երբ 13-ամյա պատանու եւ համադասարանցիների միջև վիճաբանությունը վերածվել է հրմշտոցի։ Դասընկերները փորձել են միջամտել եւ տեղեկացրել են դասղեկին, սակայն դեպքի մասին իրավապահներին չի հաղորդվել։ Տեղեկությունները ստացվել են ոստիկանությունում, մենք դեպքի վերաբերյալ չունենք որևէ ահազանգ կամ որևէ հաղորդում կամ մանկավարժական կազմից որևէ ազդակ։ Տեղեկությունները ամբողջությամբ ոստիկանությունում ստացվելուց հետո ոստիկանությունը համապատասխան միջոցներ է արդեն ձեռնարկել պարզելու դեպքի մանրամասները, միջադեպի մասնակից անձանց ինքնությունը, որի շրջանակում արդեն եւ տուժող եւ ենթադրյալ հանցանք կատարած անձանց ծնողների հետ միասին հրավիրվել են ոստիկանության բաժին, որտեղ համապատասխան աշխատանքների արդյունքում արդեն ամբողջական դեպքը փոխանցվել է արդեն նախաքննական մարմին, քննչական մարմիններին, հետագա վարութային գործողությունների անհրաժեշտության հարցը որոշելու համար։ Մայիսի 11-ին անչափահասի մայրը հրավիրվել է համայնքային ոստիկանության աշտարակի բաժին, որտեղ արդեն պաշտոնապես հաղորդում է ներկայացրել։ Նրա խոսքով հրմշտոցի ընթացքում հարվածել են որդու գլխին, ինչի հետևանքով երեխան ուշագնաց է եղել եւ սկզբում տեղափոխվել Կարբիի բուժամբուլատորիա, ապա Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Արտահայտվել է դա ֆիզիկական ներգործության միջոցով, այսինքն որոշակի միջանձնային խնդիրներ են եղել երեխաների միջև, որի արդյունքում համադասարանցիներից մեկը պարբերաբար ֆիզիկական բռնության է ենթարկվել իր համադասարանցի երեխաների կողմից։ Դեպքը մտահոգիչ է այն ֆոնին, երբ օրեր առաջ հանրային մեծ արձագանք էր ստացել նաև անչափահասների կողմից բուլինգի ենթարկված եւ տեսանկարահանված երեխայի դեպքը, որը հերթական անգամ բարձրաձայնեց դպրոցական բռնության ու անչափահասների միջև նվաստացնող վարքագծի խնդիրը Հայաստանում։ Այս դեպքում սակայն իրավապահների փոխանցմամբ միջադեպի տեսանկարահանված նյութեր բարեբախտաբար չեն հայտնաբերվել։ Բնականաբար նման դեպքերով հաշվի առնելով երեխաների ավելի խոցելի իրավիճակը, թեմայի ավելի մեծ զգայունությունը, նմանատիպ դեպքեր հայտնաբերելիս մենք առաջնահերթ հենց ուշադրություն ենք դարձնում նման դրսևորումներին, այսինքն նկարահանումներ արկա եղել են, թե չէ դրանք որևէ ճանապարհով կարող են հայտնվել հրապարակային կայքերում, այստեղ խնդիրը ոչ թե դեպքի մասին դեպքը հանրությունից փակ պահելն է նման դրսևորումը, այստեղ բոլորս էլ գիտենք, որ նման հրապարակումները բնականաբար եւ հոգեբանական եւ վարքային բավականին մեծ խնդիրներ կարող են առաջացնել եւ ինչպես ենթադրյալ հանցանք կատարած անչափահասների համար եւ առավել եւս բռնության ենթարկված երեխայի համար, այստեղ առաջնորդվում ենք երեխայի լավագույն շահից ելնելով եւ փորձում ենք հրապարակային դաշտում դեպքի վերաբերյալ առնվազն մեկնաբանություններ կամ հրապարակումներ անել այնքանով, որքանով որ դա չի վնասի տվյալ երեխայի լավագույն շահը։ Դեպքը նորից հանրային ուշադրության կենտրոն բերեց դպրոցներում բռնության եւ բուլինգի խնդիրը, հատկապես այն դեպքում, երբ միջադեպերը երկար ժամանակ մնում են փակ շրջանակում եւ չեն հասնում իրավապահ մարմիններին։ Մասնագետները պարբերաբար ընդգծում են, որ նման իրավիճակներում լռությունը հաճախ խորացնում է խնդիրը, իսկ ուշ արձագանքը կարող է հանգեցնել ավելի ծանր հետևանքների։ Այս ֆոնին հարկ է նշել, որ
որ ոստիկանությունը պարբերաբար իրականացնում է կրթական եւ կանխարգելիչ ծրագրեր ուղղված երեխաների իրավագիտակցության բարձրացմանը, դպրոցներում բռնության եւ բուլինգի դեպքերի կանխարգելմանը, ինչպես նաեւ անչափահասների շրջանում իրավական պատասխանատվության մասին իրազեկվածության ձևավորմանը։ Դպրոցներում աշխատանքը բազմաշերտ է ոստիկանության կողմից, մասնավորապես մենք շատ, այսպես ասած, համակարգված ենք այդ process-ը անում, փորձում ենք դպրոցում այնպիսի թեմաների, այնպիսի երևույթների մասին երեխաների հետ խոսալ, որոնք առաջին հերթին կհետաքրքրեն հենց երեխաներին, հատկապես վերջի տարիներին այս սրընթաց զարգացող տեղեկատվական ու տեխնոլոգիական հաղորդակցության միջոցներով պայմանավորված հիմնականում դպրոցներում մեր զրույցները իրականացվում են բուլինգի, վերջին շրջանում նաև կիբերբուլինգի, արգելքի թեմայով, թմրամիջոցների օգտագործման հետևանքով հնարավոր եւ հասցվող վնասի կանխարգելման տեսանկյունից երեխաների հետ զրույցներ են իրականացվում նաև ընտանեկան բռնության արգելքի թեմաներով, որը նույնպես շատ կարեւոր է, ինչպես նաև վատ սովորությունների հասարակական վարքագծից ձեռս պահելու ուղղությամբ, այդպիսին են ալկոհոլային կամ ոգելից խմիչքների օգտագործումը, էներգետիկ եւ այլ խմիչքների խաղամոլությունը եւ այլն, այսինքն դրսեւորումներ, որոնք որ հետագայում կարող են ավելի մեծ ու ծանր հետևանքներ առաջացնել երեխայի բնականon զարգացման գործընթացում։ Այս զրույցների արդյունքում հիմնականում վեր ենք անում, նաև մենք որպես ոստիկան վեր ենք անում այն դրսևորումները, որոնք երեխաները փոխանցում են մեզ, այսինքն լինում են օրինակ այդ զրույցների ընթացքում իրավիճակներ, երբ որ այդ տեղեկատվությունը երեխաներից է փոխանցվում ոստիկանությանը, մեր համար եւս նման դրսևորումները հատկապես առցանց հարթակներում բավականին նորություն են լինում։ Հետևաբար այս զրույցները երեխաների հետ դրանք փոխլրացնող գործոններ են, ոչ միայն մենք ենք փոխանցում երեխաներին եւս ոստիկանությանը փոխանցում են ազդակներ որոշակի ուղղությունների վրա ավելի շատ կենտրոնանալու եւ ավելի շատ ուշադրություն դարձնելու համար։ Երեխաների իրավունքների պաշտպանությունը միայն մեկ կառույցի պատասխանատվությունը չէ։ Սա համալիր գործընթաց է, որը պահանջում է պետության, ծնողների, կրթական հաստատությունների եւ իրավապահ համակարգի համագործակցված աշխատանք, որպեսզի յուրաքանչյուր երեխա իրեն ապահով եւ պաշտպանված գա թե դպրոցում, թե հասարակության մեջ։ Իհարկե երեխաների պաշտպանությունը կարծում եմ յուրաքանչյուր զարգացած երկրում առաջնային ռազմավարական խնդիրներից է, քանի որ երեխաների հետ աշխատանքով է պայմանավորված տվյալ պետության, տվյալ հասարակության ապագան եւ այս առումով ոստիկանությունը մշտապես իր հորդորն է հղում ծնողներին երեխաների դաստիարակության եւ խնամքը պատշաճ իրականացնելու իրենց երեխաների ուսումը, երեխաների զբաղվածությունը ապահովելու։ Ճիշտ է, պետությունը ունի պոզիտիվ պարտականություն երեխայի լավագույն շահը ապահովելու տեսանկյունից, բայց այստեղ երեխայի դաստիարակությունը դա համալիր գործընթաց է եւ այստեղ կան բազմաթիվ շատ են դերակատարները եւ այդ դերակատարներից շատ առանցքային նշանակություն ունի իհարկե ընտանիքը եւ ծնողը։ Հաշվի առնելով որ առաջիկայում հունիսի 1-ը կցանկանամ շնորհավորել ինչպես երեխաներին, այնպես էլ երեխաների ծնողներին, քանի որ կարծում եմ, որ յուրաքանչյուր երեխա կամ յուրաքանչյուր ավելի ճիշտ մեծահասակ մտքով միշտ մանկությունում է գտնվում եւ բնականաբար այդ մանկությունում միշտ հիշում ենք ինչպես լավ, այնպես էլ մութ պահերը, մութ անկյունները, այսպես ասած, եւ բնականաբար հաշվի առնելով այդ զգացողությունները, կարծում եմ յուրաքանչյուր չափահաս անձ պետք է միջոցներ ձեռնարկի իր իրավասության, իր գիտակցության, իր ընկալման շրջանակներում, որպեսզի այդ ներկայիս մեր երեխաների հետագայում հիշողությունները չունենան մութ անկյուններ։ Նման միջադեպերը ցույց են տալիս, թե որքան կարևոր է երեխաների հետ շարունակական աշխատանքը փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության եւ պատասխանատվության մշակույթ ձևավորելու ուղղությամբ։ Իսկ խնդրի արդյունավետ կանխարգելումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ընտանիքը, դպրոցը եւ պետական կառույցները գործեն ոչ թե առանձին, այլ մեկ ընդհանուր նպատակի շուրջ, ապահովելով յուրաքանչյուր երեխայի անվտանգ ու արժանապատիվ միջավայրը։